ասենք պարտիրոջ եղբայրներ քույրեր, այսօր եկեղեցին Քրիստոսի տոնումա Պենտեկոստի օտանը պարտիրոջը, որապես այդ տոնը իրապես Աստծո ժողովուրդը հարավուրում է, որովհետև մեզ եկել է Սուրբ Հոգին, որ Քրիստոսի փոխարեն երկրի վրա այն գործը, որ անում էր Տերը, շարունակություն անում է Սուրբ Հոգին Հիսուսից վերցնում եւ մեզ փոխանցում է, երբ որ մենք Հիսուսին աղոթք ենք անում, Հիսուսը լսում է եւ ինքը Սուրբ Հոգու միջոցով մեզ գործում է մեր կյանքի մեջ։ Եթե ուշադիր եք Գրիշա եղբայրը մի կարևոր բան շեշտեց, որ Սուրբ Հոգու գալուստի նպատակը նա էր, որպեսզի մեր բնությունը փոխի եղբայրներ քույրեր ջան։ Երբ որ հիշում եք, երբ որ Սավուղի վրա գրված է Սուրբ Հոգին իջավ, չէ, ասма Սավուղը ուրիշ մարդ դարձավ, հետաքրքիր է, ինչ մարդ դարձավ։ Ու հետագայում երբ որ տեսնում եք ինքը փղշտացիների հետ պատերազմի ժամանակ, հենց առաջի պատերազմից հետո ասեցին, որ քո թշնամիներին բա այսպես չանենք, չարախոսել են եւ այլը, ասեց պետք չի ասեց, որպեսզի մենք արյուն թափենք, այսինքն Աստծո Հոգին տեսեք ինչ արեց, եթե Աստծո Հոգին չլներ, գուցե ինքը հենց այդպես վրեժ խնդիր ուներ, բայց Աստծո Հոգին տեսեք ինչպեսի գործ կատարեց եւ փոխեց իր բնությունը։ Այսօր Աստծո նպատակն է իրապես մեր բնությունը իրապես փոխվի։ Մենք շատ հեշտ չենք փոխում եղբայրներ քույրեր, մեր հին բնությունը ապստամբ է եւ դրա համար էլ փառք Տիրոջը, որ մենք ունենք հնարավորություն եւ Աստծո հետ հաղորդակցելով իրապես մեր մեջ Սուրբ Հոգին այդ գործը կատարում է եղբայրներ քույրեր ջան։ Հակոբոս Առաքյալն ասում է մոտեցեք Աստծուն եւ նա ձեզ կմոտիկանա։ Մենք ինչպես ենք մոտիկանում։ Մենք աղոթքով ենք մոտիկանում, մենք զղջում խոստովանությունով ենք մոտիկանում եւ Տերը իրապես մեզ հետ սկսում է գործել եղբայրներ քույրեր ջան։ Պատկերացեք սարից երկու սարից արուններ են գալիս, մեկը պղտոր ջուրա, մեկը պարզ է։ Գալիս են իր հետ միանում են։ Միանալուց հետո մի որոշ ժամանակ պղտորությամբ գնում է, բայց հետո պարզում է այդ գետը, ինչու որովհետև այդ մաքուրի զորություն ավելի մեծ է, քան թե այդ պղտորինը։ Երբ որ մենք իրապես տեղ ենք տալիս Սուրբ Հոգուն, հաղորդակցում ենք, Սուրբ Հոգու զորությունը վեր ամեն զորությունից եւ նա ունի այդ իշխանություն եւ կարողանում է մեր մեջ մեծ փոփոխություն կատարել։ Ես կարծում եմ, որ մեր միայն կողմը նա է իրոք համաձայնվել Աստծո հետ։ Եթե անկեղծանանք եւ կտեսնենք մեր անցած կյանքից, կտեսնենք ինչքան տեղեր ա, որ մենք համաձայն չենք եղել Աստծո հետ, համաձայն չենք եղել։ Այո, մենք համաձայն չենք եղել, մեր մարդկային բնությունն է մեզի թելադրել։ Տեսեք առաքյալները ունեցել են Սուրբ Հոգի, ավետարան չեն ունեցել, բայց ունեցել են Սուրբ Հոգի, որ գործել այդ աստվածային զորությունով եւ ավելի մեծ զորությունով։ Այսօրապես մենք էլ ենք ուզում, փափագում ենք ունենք ավետարան եւ Սուրբ Հոգի, բայց այն զորությունը չի գործում։ Ինչու որովհետեւ մեզանից է կախված, ինչ չափով որ մենք տեղ ենք տալի, այդ չափով էլ Աստված մեր մեջ ներգործում է եղբայրներ քույրեր ջան։ Այո, փառք Տիրոջը, որ մենք ունենք Սուրբ Հոգի, որ հիմա մեզ օգնում է, մխիթարում է, գործում է, փառավորի իր մեծ անունը։ Այո, եթե Հոգին մեր մեջ է եղբայրներ քույրեր ջան, մենք յուրաքանչյուրից մեկը կարող ենք որևէ մեկի համար դեղամիջոց դառնալ, մխիթարիչ դառնալ։ Երբ որ կարդում ենք Փիլիմոնի գրքի մեջ մի գլուխը 7-րդ խոսքի մեջ Պողոս Առաքյալն ասում է. ուրախանում եմ ու գոհանում եմ Աստվածանից, որ քեզանով շատերի սրտերը հանգիստ են գտել։ Մյուս թարգմանիչ ասում է, որ Աստվածային զորությունով եւ ավելի մեծ զորությունով այսօրապես մենք էլ ենք ուզում, փափագում ենք ունենք ավետարան եւ Սուրբ Հոգի, բայց այն զորությունը չի գործում։ Ինչու որովհետեւ մեզանից է կախված, ինչ չափով որ մենք տեղ ենք տալի, այդ չափով էլ Աստված մեր մեջ ներգործում է եղբայրներ քույրեր ջան։ Այո, փառք Տիրոջը, որ մենք ունենք Սուրբ Հոգի, որ հիմա մեզ օգնում է, մխիթարում է, գործում է, փառավորի իր մեծ անունը։ Այո, եթե Հոգին մեր մեջ է եղբայրներ քույրեր ջան, մենք յուրաքանչյուրից մեկը կարող ենք որևէ մեկի համար դեղամիջոց դառնալ, մխիթարիչ դառնալ։ Երբ որ կարդում ենք Փիլիմոնի գրքի մեջ մի գլուխը 7-րդ խոսքի մեջ Պողոս Առաքյալն ասում է. ուրախանում եմ ու գոհանում եմ Աստվածանից, որ քեզանով շատերի սրտերը հանգիստ են գտել։ Մյուս թարգմանիչ ասում է, որ մխիթարություն են գտել։ Տեսեք ինչքան մարդիկ կան այսօր իրապես մխիթարության կարիք ունեն եւ փառք Տիրոջը, որ Սուրբ Հոգով լցված եղբայրները, քույրերը կարողանում են մխիթարել, կարողանում են դեղամիջոց դառնել, կարողանում են ելքը ցույց տալ, որպեսզի այդ մարդը դուրս գա այդ ծանր իրավիճակից, փառք Տիրոջը։ Եվ այդ Հոգին նույնն է հիմա էլ մեր մեջ գործում է եւ մեզ սովորեցնում է, այլ անունը փառավորվի։ Անկամ Սուրբ Հոգին
Հռոմեացի սուտյա գլխում ասма 26 խոսքում ասма անգամ դուք չգիտեք անգամ թե ինչպես աղոտ կանեք դուք պատկերացնում եք այո եթե մնա մեզ մենք իրոք չգիտենք բայց մենք ունենք Սուրբ Հոգի որ նա մեզ սովորեցնում է եւ անբարբար հառաչանքով բարեխոսում է բոլոր սուրբերի համար որ մեր տկարության ժամանակ իրապես Սուրբ Հոգին այցելում է եւ մեզ օգնում է իր անունը փառավորվի Պողոս Արաքյալը քանի տեղեր ինքը իրապես ուրախանում է իրապես Սուրբ Հոգին գործում է եկեղեցում է եւ ինքը ասում է որ ես կարդամ մի տեղ Սուրբ գրքից ես համարն էլ կարդամ Հռոմեացի 8:26 համարը այսպես էլ Հոգին օգնում է մեր տկարություններին որտեղ թե ինչ բանի համար պիտի աղոտ կանենք ինչպես արժան է չգիտենք բայց ինքը Հոգին անբարբար հառաչանքով բարեխոս է լինում եւ սրտերը քննողը գիտե թե ինչ է հոգու խորհուրդը փառավորվի իր մեծ անունը այո մենք իրապես կարիք ունենք որպեսզի Սուրբ Հոգին մեզ հետ գործի միտեղ Պողոս Արաքյալը Կորինթոսի եկեղեցուն ասում է չլա թե ձեր հավատքը մարդկային իմաստությունով լա այլ Սուրբ Հոգու զորության ապացույցով սա շեշտում է որ հնարավոր է նաև այդ հավատքը գործի մարդկային իմաստությունով որովհետև իրապես նաև այդպիսի կա հավատ Պողոս Արաքյալն այնպես չի գրում նա իրապես իր փորձառությունից է գրում որ իրապես կային հավատացյալներ որ մարդկային իմաստությունով են գործում բայց նաև այն հավատքը որ Սուրբ Հոգու զորությամբ է գործում նա իրապես իր արդյունքը ցույց է տալի իր պտուղը ցույց է տալի եւ իրապես մարդը տեսնում է որ իրապես իր Սուրբ Հոգին է իրեն առաջնորդել ինչքան ա եղել որ մենք որոշումներ են կայացրել որ Սուրբ Հոգու չի եղել եղբայրներ քույրեր ջան երբ որ նայում ենք առաքյալները ինչ խնդիր որ լինում էր նրանք աղոթում էին եւ Սուրբ Հոգուց էին ստանում այդ պատասխանը ես թեկուզ իմ անձի վրա եմ ասում պարագաններ աղել որ որոշումներ պիտի կայացվեն եւ երևի թե գուցե շտապել են գուցե գործել են բայց առանց Սուրբ Հոգու ինչքան կարեւոր է որ մենք ինչ պարագան ինչ խնդիր ուզմալի հավատանք որ Սուրբ Հոգին կարող է մեզ հետ խոսել ես հիշում եմ Դերեկ Պրիսը այսպիսի վկայություն ա տալ ասма հայտնվել ենք մի խոր անտառի մեջ եւ կողմնացույց չունեինք ասма եւ ասեցի Տեր Աստված ես ինչ անեմ ես մոլորվելու եմ ասма Սուրբ Հոգին հստակ ձայնով խոսեց ասեց այս ճանապարհով գնա եւ փառավորվի Տեր անգամ ամեն իրավիճակի մեջ Աստված կարող է իրապես ելքը մեզ ցույց տա նայա մեր փրկիչը որ նա մեզ համար հոգս անում նա իրապես գիտի մեր տկարությունը գիտի մեր պակասությունը գիտի որ մենք ինչի կարիք ունենք եւ իրապես ինքը գործում է մեր կյանքի մեջ ես հիշում եմ որ նոր ապաշխարել է այդ հավիտենական կյանքին չի հավատում եղբայրները ասում են գլխումս չեր մտնում եւ մի օր ես առանձնացա եւ իրապես ծունկի եք ասի Տեր Հիսուս ջան ես խնդրում եմ հավիտենական կյանքը ինձ մոտ բացված չի օգնիր որ ես հասկանամ ես ինչ են ասում միթե մահից հետո էլի ինչ մարդը մեռավ եւ գնաց բայց իրապես անցավ մի որոշ ժամանակ ես աղոթքից հետո անգամ մոռացել եմ եւ մի շաբաթ հետո այդպես Աստված իր Սուրբ Հոգով այցելեց եւ իրապես ինձ ցույց տվեց տարավ երկինքը տարավ ցույց տվեց երկնային Երուսաղեմը ասեց ահա տեսեք ինչ ասես համար պատրաստված բոլոր սուրբերի համար եւ ես չէի ուզում հետ գամ բայց երբ որ ինքը բերեց ասեց որ դեռ ժամանակը չէ մաքրվեցեք ու սրբեցեք իմ գալուստս մոտ է այո մենք ունենք Սուրբ Հոգի որ մեզ օգնում է մաքրվենք ու սրբենք եւ պատրաստվենք իր թագավորությունը ժառանգելու մեզ համար մեծ օրհնյալ թագավորություն է պատրաստված որ իրապես բոլոր սուրբերը պետք է ժառանգեն հավիտենական կյանքը եղբայրներ քույրեր ջան մեզ է ժամանակ է տրված որ այս ժամանակների մեջ էլ մենք էլ այսպես ասած անտարբեր չլենք ու անհոգ չլենք ինչպես Սուրբ Գիրքն է մեզ զգուշացնում որ շատ անգամ իրապես մենք անհոգության ենք մտնում տկարանում ենք հեռանում ենք բայց Սուրբ Հոգին դարձյալ մեզ անհանգստացնում է եւ զգուշացնում է եւ օգնում է ասում է ետ դարձեք այո մենք ունենք Սուրբ Հոգի Պողոս Արաքյալը Հռոմեացի 9-րդ գլխում առաջի խոսքի մեջ ասում է եւ Սուրբ Հոգին էլ ասում է վկայություն ատալի իմ խճմտանքի միջոցով այսինքն մենք ունենք խճմտանք որի միջոցով Սուրբ Հոգին մեզ հետ խոսում է եւ եթե մեր խիղճը մաքուր է այո եթե մենք մաքուր ենք պահում նա արձագանքում է նա չի կարող անտարբեր մնա որտեղ Սուրբ Հոգին մեր խճմտանքի միջոցով մեզ արթնացնում է մեզ օգնում է մեզ խոսում է մեզ այսպես լրացնում է եւ մեզ զորացնում է որ մենք նրա կերպով մենք նրա կարիքն ենք ունում եղբայրներ քույրեր ջան եւ Եփեսացիս 3-րդ գլխի 13 համարի մեջ էլ այսպես է գրած
վասն որ աղաչում եմ որ չձանձրանաք իմ նեղություններում ձեզ համար, որ ձեր փառքն է, սրա համար կրկնում եմ իմ ծունկերը մեր Տեր Հիսուս Քրիստոսի հոր առաջին, որից ամեն նահապետություն երկնքումը եւ երկրումս անուն է առնում, որ իր փառքի հարստության պես տա ձեզ, որ զորությամբ հաստատվեք իր հոգու ձեռովը ներսի մարդումը, որ Քրիստոսը հավատքով բնակվի ձեր սրտերումը, փառավորվի իր ամեցանը, ասма իր հոգու ձեռովը, այսինքն Սուրբ Հոգուն մենք ուղղակի պիտի հնազանդվենք, մենք պիտի նրա կարիքը զգանք, մենք պիտի ուզենանք, որպեսզի նա խոսի։ Ես ինչու համար այդ վկայությունը պատմեցի, Աստված գիտի մեր տկարությունները, նա գիտեր իմ անհանգստությունը, որ ես ունեի այդ խնդիրը, իմ մեջ չկար այդ հավատքը հավիտենական կյանքի, բայց իրապես Աստված իր Սուրբ Հոգով այցելեց եւ իրապես ինձ այդ ամենը ապացուցեց, հաստատեց եւ զորացրեց, որ դրանից հետո ես այլևս չերկմտեմ, այլ հավատամ ավետարանի ամեն մի խոսքին։ Այո, Հիսուս խոստացել, ես պիտի գամ եւ ձեզ երկինք պիտի տանեմ։ Այո, մենք հավատում ենք իր խոստմունքին, որովհետեւ նա Աստված է, իր խոսքով երկիրն է ստեղծել, եւ մենք այլևս կասկածի առիթ չունենք։ Մեզ մնում է իրապես ապավինել Տիրոջը, վստահել նրան։ Շատ անգամ իրապես մեր հոգևոր կյանքում լինում է բարագաններ, որ իրապես վստահություն Աստծո վրա մարդիկ կորցնում են։ Գիտեք ինչ այդպես լինում է։ Եվ Եբրայեցիս 10:35 համարի մեջ գրված է, ասում է դեն մի գցեք այն վստահությունը Աստծո վրա։ Այսինքն ուզում ասել, որ առաքյալ նկատել էր հոգևորներ կային, արդեն դեն են գցել։ Մարդը ընդհանրապես վստահությունը երբ է կորցնում Տիրոջ վրա։ Երբ որ աղոթում է, հոգսանում, աղոթում, տեսնում է պատասխան չկա, չէ, եւ կարծես թե մի հատ հուսահատություն է գալիս եւ կարծես թե վստահությունն էլ Աստծո վրա կորսում է եւ երևի Աստված ես արժան չեմ երևի տարբեր մտքերով ինքը այսպես ասած Աստծուց կարծես թե օրեցօր հեռանում է։ Բայց առաքյալը մեզ զգուշացնում է, ասում է դեն մի գցեք այդ վստահությունը, պարզապես համբերությունապես, ժամանակապես ձեզ, այդ ժամանակը ինչի համար է մեզ պետք, ինչի համար է մեզ այդ ժամանակը տվել Տերը, ասում է որ Աստծո կամքը անելով խոստմունքը ստանաք։ Գուցե մենք ասենք Տեր, չէ որ դու մեզ խոստացել ես, իրապես Տեր, ես քո բժիշկն եմ Տեր, ահա ես տկարությունն եմ Տեր, ես ուզում եմ որպեսզի դու ինձ բժշկես, եւ բայց Տեր ասում է համբերություն ապե ձեզ Աստծո կամքը անելով ստանաք։ Աստված ուզում է մեր միտքը բացի, որ մենք ամբողջությամբ ընծայվենք այս սուրբ գործին եւ փափագենք իր կամքը կատարելու։ Ինչպես Տերը մեզ սովորեցեց, ասեց ոչ թե իմ կամքը, այլ ասեց քո կամքը։ Մենք էլ նորից եմ ասում, եթե անկեղծանանք ու խոստովանենք, ինչքան դեպքեր ա եղել, որ մենք այդպես չենք ասել ենք չէ, քո կամքը չեմ ուզում։ Անկեղծանանք, բայց եթե համաձայնվենք, Աստված զորացնում է։ Այո, փառավորվի Աստված, նա գիտի մեր տկարությունները, նա գիտի մեր վիճակը եւ նա կարող է մեզ օգնել եղբայրներ քույրեր ջան։ Պարզապես մեզ պետք է վստահել եւ համբերությամբ սպասել։ Եթե պատասխանը չի եկել, եթե ուշացել է, դարձյալ սպասենք Տիրոջը։ 40 Սաղմոսի մեջ Դավիթ թագավորը ասում է. սպասելով սպասեցի Տիրոջը, պատկերացնում եք, եւ նա հանեց ինձ տիղմոտ ցեխիսը եւ մի բարձր վեմի նրա դրավ, նոր երկդրավի բերանումը եւ ես փառաբանեցի Տիրոջը։ Շատ երկար է սպասել, եղբայրներ քույրեր ջան։ Երբ որ մարդը շատ երկար սպասում է, ինքը տկարանում է, բայց այսօր Աստծո խոսքը մեզ կրկին անգամ հուշում է, որ դեն մի գցի այդ վստահությունը, նա կենթանի է, նա գիտի քո աղոթքը լսել է, անպատասխան չի թողնի։ Երբ որ ես աղոթք ենամ, այդ պատասխանի ես հույսեր չունեի, բայց մի շաբաթ հետո Տերը այցելեց եւ այդ հրաշքը կատարեց, իմ մեջ հաստատեց հավիտենական կյանքը եւ ասեց հիմա գնա եւ գործիր ինձ համար, փառավորվի իր մեծ անունը։ Մենք էլ իրապես ներողություն, մենք էլ կարիք ունենք իրապես Սուրբ Հոգու եղբայրներ քույրեր ջան։ Մենք երկրի վրա ապրում ենք եւ մենք առանց Սուրբ Հոգու կարելի ասած, եթե մենք մերժում ենք Սուրբ Հոգուն, մենք անտեր ենք դառնում, որովհետեւ Սուրբ Հոգին է որ մեզ օգնում է, մեզի առաջնորդում է։ Պատկերացրեք, օդաչուն ինքնաթիռում վարում է ինքնաթիռը, չէ՞,
Նա չի տեսնում, նա մենակամպերն է տեսնում, նա ոչ ճանապարհը գիտի, հույսից գնա, հարավ գնա, բայց նա ինչով է կառավարում, կառավարում այդ պրիբորները, որ իր վրա կան, նա նրանով է կառավարում, իրապես եւ հասնում է տեղ։ Մենք եթե իրապես կառավարվենք Սուրբ Հոգու, եթե լսենք նրա ձայնը եւ հնազանդվենք, ես հավատում եմ Սուրբ Հոգին, նա անձա, նա խոսում է մեզ հետ, եղբայրներ, քույրեր ջան։ Շատ անգամ ասում են, Աստված ո՞նց է խոսում։ Գործ Առաքելոս 13-րդ գլխում գրված է երկրորդ խոսքի մեջ, եւ ասմարակյալները ծոմ պահեցին եւ աղոտ կարեցին եւ Սուրբ Հոգին ասեց։ Սուրբ Հոգին ինչպես է խոսում, ինչպես է ասում։ 9-րդ գլխում Հռոմեացիս ես հիշեցրի եւ ասма նա վկայություն ատալի իմ խճմտանքի ասма եւ Սուրբ Հոգին վկայում է իմ խճմտանքի միջոցով։ Այո, երբ որ մարդը աղոթքի է գալիս, պետք է նաեւ լսի ներսի ձայնը, թե Սուրբ Հոգին ինչ ասում։ Նա կենթանի է, եթե թոքսով ենք եկել, ուրեմն ինքը անպայման խոսելու է մեզ հետ, մեզի խաղաղություն ատալ։ Պարտադիր չէ որ պատասխանը քո ուզածի պես գա, բայց ինքը նաեւ խաղաղություն ատալի։ Մենք պետք է հետևենք նրան։ Սա է կարևորը, եղբայրներ, քույրեր ջան, հոգեվոր կյանքի մեջ օրապես մեր բնությունը իրապես փոխվի։ Այո, մենք փոխվելու ենք, եթե ամեն օրվա մեջ մենք փնտրենք նրա եսը եւ նրա զորությունը խնդրենք, եղբայրներ, քույրեր ջան։ Դրա համար ես էլ հորդորում եմ ինձ էլ մեզ բոլորիս էլ, որովհետեւ ես մենք բոլորս էլ այդ մխիթարության կարիք ունենք։ Սուրբ Հոգի մխիթարիչ, այսինքն նա պատրաստ է ամեն պարագայի մեջ իր մխիթարի ձեռքը տարածի մեզ վրա, քույրեր, եղբայրներ ջան։ Թող Աստված մեզ օգնական լինի։ Ես կուզենայի, որպեսզի մենք այս աղոթքով գանք Տիրոջ առաջ ու այս աղոթքի մեջ նաև խոստովանություն էլ անենք, Հիսուս ջան, ներիր իրապես շատ անգամ տրտմեցրել ենք Սուրբ Հոգուն, Տեր ջան, ներիր Աստվածիմ, ես այսօր ուզում եմ իմ ուխտս նորոգեմ, Պենտեկոստեի օրն է, Տեր, թող քո Հոգին առատապես իշտի ամեն մեկի վրա, ամենը լցվեն հոգյովդ, բորբոքվեն հոգյովդ, փոխվեն դեպի քեզ դառնան, ինչպես սավուղը փոխվեց, մենք էլ փոխվենք եւ քո Աստվածային բնությունը առնենք, Աստված